Կան արտահայտություններ, որոնք առանց աղմուկի են քայքայում մարդու կյանքը, դրանք ապակու մեջ փամփուշտներ կամ թույն չեն, բայց թվացյալ անվնաս արտահայտություններ, որոնք մենք կրկնում ենք ամեն օր, ինչպես ավտոմատ սովորությունը։ Նրանք չունեն դառը համ կամ ձայնային ձայն, բայց աստիճանաբար նրանք գողանում են մեր էներգիան, մեր հնարավորությունները և նույնիսկ այն ապագան, որը մենք կարող էինք կառուցել, յուրաքանչյուր բառ, որը մենք ներկայացնում ենք ակտերը որպես անտեսանելի ուժ։ Խնդիրն այն է, որ մարդկանց մեծամասնությունը ակամայից ընտրում է քաշը, նրանք կրկնում են արտահայտություններ, որոնք նորմալ են հնչում, բայց իրականում գործում են որպես հոսանք, քանի անգամ եք ասել, ես դա չեմ դառնա, դա անհնար է, ես շատ հոգնած եմ կամա, ինչ էլ, դա կարող է թվալ պարզապես անցնող ռեակցիա, բայց այս բառերը դանդաղ թույնի նման են, դրա ուժը ուրիշներին չվնասելը չէ, այլ վերաշարադրել դրանք նրանցից, ովքեր լեզուն են ճանաչում։ Հին իմաստությունը սովորեցնում է, որ լեզուն, չնայած փոքր ունի իշխանություն ամբողջ մարմնի վրա, այն կարող է թեթևացնել մի կայծ, որը այրում է մի ամբողջ տուն կամ լուսավորելով խավարի մեջ ուղի, երբ մենք կրկնում ենք պարտության արտահայտությունները։ Մենք ակտիվացնում ենք ինքնազբաղման մեխանիզմ, բառերի ձևը միտքը, մտածող ուղեցույցներ և գործողություններ, իր հերթին, սահմանում է ճակատագիրը, դա հանդերձանք է, որը չի դադարում։ Ուզում ենք թե ոչ, եթե այս հանդերձում կա թույն, արդյունքն արդեն գծված է։ Ամենավտանգավոր ծուղակը այն է, որ շատերը նույնիսկ չեն գիտակցում, թե ինչպես են նրանք կերակրում իրենց սահմանափակումից, նրանք բողոքում են կյանքից, արդարացնում են իրենց, մեղադրում են ուրիշներին։ Եվ այդ արտահայտությունները օրեցօր օրվա ընթացքում մտքում են, ժամանակի ընթացքում նրանք դառնում են ներքին ձայն և մարդը դադարում է պատվիրել նրանց պատվիրել իրենց կողմից, դուք կարող եք փոխել ձեր գործերը, քաղաքը կամ սոցիալական շրջանակը, բայց եթե չլինեք ձեր խոսելու ճանապարհը, ձեզ հետ կվերցնեք նույն անտեսանելի ձերբակալությունը, լեզուն բանալին է, այն բացում է դռներ կամ կողպում նրանց ընդմիշտ։ Դադարեցրեք հիմա և արտացոլեք։ Քանի հնարավորություններ եք փակվել ինքնուրույն պարզապես այն պատճառով, որ դուք ասել եք, որ չի գործի, քանի անգամ է դադարել գործել, քանի որ ձեր ներքին ձայնը վաղ էր հրաժարվել, եթե դուք չեք ճանաչում և վերացնում այս նախադասությունները, դուք կշարունակեք ամեն օր միմյանց թունավորել, նույնիսկ եթե բախտը ծեծի է դիմում ձեր դուռը, ձեր խոսքերը կգտնեն ամեն ինչ դիվերսիանելու միջոց։ Հիշեք, յուրաքանչյուր բառ տեղամիջոց է կամ թույն, ձեր ունեցած կյանքը հենց այն է, ինչ դուք ինքներդ եք ասել ինքներդ ձեզ, եթե վաղը այլ տարբերակ եք ուզում, սկսեք դադարեցնելով այս նախադասությունները կրկնելը։ Պատկերացրեք մի բաժակ բյուրեղային մաքուր ջուր, նա մաքուր է, թարմացնող, լի կյանքով, այժմ դրա մեջ կաթիլ թույնի կաթիլ, water ուրը դեռ թափանցիկ է, բայց այլևս անվտանգ չէ, դուք ժամանակին չեք մեռնում, բայց աստիճանաբար յուրաքանչյուր սեփ ներում ներսում է, այսպիսով աշխատեք մեր ասած նախադասությունները առանց կարևորելու, նրանք միանգամից չեն սպանում, նրանք ընկնում են, օր-օր, կյանքը վերածում են արատավոր ձախողումների և շրջանակների հաջորդականության։ Դուք ասում եք. Ես շատ հոգնած եմ և այդ օրը այլևս քայլ չկա, մթարներ, ես ի վիճակի չեմ և հնարավորություն եմ տալիս, նա ասում է, համենայն դեպս, ոչինչ չի փոխվում և դադարեցրեք պայքարը, այս կաթիլներից յուրաքանչյուրը թունավորում է իր ճանապարհը։ Հին իմաստությունը համեմատում է բառերը սերմերին։ Յուրաքանչյուրը ապրում է իր տնկված պարտեզում, եթե սերմերը թունավոր լինեին, այգին դառնում է ամայի և մարդը հետաքրքրում է, թե ինչու է այն մրգեր քաղում, ինչու են միայն փուշեր, բայց դա ինքն էր, ով ամեն օր ասում էր բառերը, որոնք ոչինչ չեն թողնում երկրի վրա։ Բառերը ոչ միայն ծրագրավորում են ձեր միտքը։ Նրանք ազդում են ձեր շրջապատի վրա, 100 անգամ ասեք երեխային։ Դուք չեք կարող և նա կհավատա, կարծես թե դա բնության օրենքն է, կրկնեք ինքներդ ձեզ 1000 անգամ։ Սա ինձ համար չէ, և ձեր ուղեղը այնքան բարձր կկառուցի պատերը, որ ելք չեք գտնի։ Շատերը կարծում են, որ աղքատությունը պարզապես ցածր աշխատավարձ է, կամ այդ վատ բախտը հանգամանքներն են, բայց ճշմարտությունն այն է, որ ամեն ինչ սկսվում է բառերով, դրանք դառնում են ֆիլտր, որով մենք տեսնում ենք աշխարհը, եթե Լեթրոուը թունավորվել է, նույնիսկ հնարավորություններ չեն տեսվի, նույնիսկ երբ այնտեղ հնարավորությունն է, ձեր ներքին ձայնը շշնջում է, սա ձեզ համար չէ։ Մտածեք այն մասին, թե քանի դռներ եք փակել միայնակ, քանի անգամ կյանքն է ձեզ հնարավորություն ընձեռել, բայց ձեր սեփական խոսքերը այն ետ են հասցրել, նա գուցե երազել է բիզնես սկսել, բայց նա համոզված էր, որ դա չափազանց ռիսկային է։ Միգուցե նա մաղթեց նոր մասնագիտություն, բայց նա կրկնեց. Ես դրա համար ծեր եմ, կամ գուցե նա ուզում էր փոխել քաղաքը, բայց նա համոզեց. Սա ինձ նման մեկի համար չէ, այսպիսով, թույնը գործում է, այն միանգամից չի սպանում, բայց դանդաղ պարալիզներ, եթե ժամանակին չեք գիտակցում, կարող եք ամբողջ կյանքի ընթացքում կողպված պահել վանդակում, որի բանալին միշտ եղել է ձեր գրպանում։ Վախեցնողն այն է, որ շատերը չեն հավատում բառերի ուժին, ես ծիծաղում եմ գաղափարի վրա։
Ինչ կարող է փոխվել նախադասությունը, բայց եթե մի խոսք ունակ է սերը ոչնչացնել, հույս ունենալով կամ երազել, հզոր գործիք չէ, եւ ինչպես խաղալ ատրճանակով, որը մատնանշեց ինքներդ ձեզ։ Հետևաբար, հրատապ է սովորել ճանաչել այն նախադասությունները, որոնք կրում են թույն, նրանք ընտանիք են հնչում, դրանք անվնաս են թվում, բայց քանի դեռ դրանք իրենց բառապաշարի մեջ են, բարգավաճում, սերը, ուժը եւ երջանկությունը կհետևեն հեռավորությանը։ Այն պատմում է կոշիկ ունեցող պատմությունը, բոլորը նրան ճանաչում էին որպես ազնիվ, բայց աղքատ մարդ, ամեն օր նա կրկնեց. Ես չեմ ծնվել հարուստների համար, երբ հարևանները առաջարկել են, որ այն ընդլայնեց սեմինարը կամ օգնական վարձեք, նա պարզապես պատասխանեց. Ես բավականաչափ լավը չէի, այդ արտահայտությունը դարձավ նրա աղոթքը ոչ թե Աստված, այլ ակտ միջակ, եւ բառերը կատարվեցին, ձեռքերը արյունահոսեցին այդքան աշխատելուց, նրա աչքերը հոգնել են մութ լույսի ներքո, նրա հոգին ավելի շատ փափագում էր, բայց նրա լեզուն նրան կպչում էր նույն շրջապատում, նա մահացավ նույն նստարանին, որտեղ նա սկսեց ոչ մի հարստություն չթողնելով, ոչ գիտելիք, այլ միայն լուր ժառանգություն։ Փորձելու վախը։ Այսպիսով աշխատում է առաջին թունավոր արտահայտությունը։ Ես ի վիճակի չեմ, այն արտասանելով այն ուղեղը դադարում է լուծումներ փնտրել, այն փակում է բոլոր դռները, կարծես այլևս գոյություն չունեն։ Ժամանակակից հոգեբանությունը հաստատում է, թե ինչ են ճանաչել իմաստունները հազարամյակներ։ Երբ ասում եք. Ես չեմ կարող, ձեր միտքը անջատում է ռեսուրսները, մի փնտրեք այլ ընտրանքներ, խնայում էներգիան, հրաժարվում է, ինչպես բացատրեց հոգեբան Դանիել Քահնեմանը, ուղեղը ծույլ է եւ պատրաստ է պատրաստի պատասխաններին, եւ ամենադյուրին պատասխանը չի տա։ Բայց ահա ճշմարտությունը։ Դուք երբեք չեք իմանա, թե ինչն է ունակ, մինչև սկսեք գործել, յուրաքանչյուր աճ է ծնվում, երբ մարդը գերազանցում է հնարավորինս, երբ նա բախվում է վախի, մկանները միայն աճում են դիմադրության տակ, նիշերը միայն ուժեղանում են անբարենպաստության մեջ։ Ամեն անգամ, երբ քո լեզուն ուզում է ասել. Սա ինձ համար չէ, հարցրեք. Ով է, ով ինձանից ավելին է արժանի։ Դուք ծնվել եք ուրիշների խոսքերով ուրվագծված սահմաններում ապրելու համար, հրեական իմաստությունը սովորեցնում է, ձեր ստեղծած սահմանը ավելի ուժեղ է, քան ցանկացած արտաքին պատ, բայց ոչնչացնելով այն ընդամենը մի վայրկյան։ Նայեք ձեր շուրջը, յուրաքանչյուր տղամարդ կամ կին, որը զգալի բան էր նվաճել մի պահ, երբ ամեն ինչ բղավում էր։ Դա անհնար է, բայց նրանք թույլ չէին տալիս, որ այս արտահայտությունը կարգավորվի իրենց բերանում, փոխարենը, նրանք փոխարինեցին այն ուրիշների հետ։ Ես կփորձեմ, կգտնեմ մի ճանապարհ, չեմ հրաժարվի, ձեր կյանքը փոխում է այն ճշգրիտ պահը, որը դուք չեք կարող ասել այն բառերը, որոնք ձեզ ստրկացնում են։ Դադարեցրեք կրկնել։ Սա իմ ուժից վեր է, փոփոխություն, ես կիմանամ, թե ինչպես դա անել, դուք կզգաք էներգիայի փոփոխությունը, եւ եթե ամեն օր կրկնում եք դա, ձեր ուղեղը կսկսի լուծումներ փնտրել, ներողություն խնդրելու համար։ Հիշեք, առաջին թունավոր արտահայտությունը ինքներդ հրաժարվելու է, այն սպանում է երազանքը նույնիսկ առաջին քայլը վերցնելուց առաջ, երբեք մի արտասանի այն։ Մի փոքրիկ քաղաքում նա ապրում էր Հաագա անունով մի կին, ես աշխատել եմ շուկայում, վաճառելով բանջարեղեն եւ ամեն օր կրկնել եմ. Ես այլընտրանք չունեմ, երբ ամուսինը խմեց, էլ. Նա ասաց. Ես այլընտրանք չունեմ, երբ շեֆը կտրեց իր աշխատավարձը, նա կրկին տրտնջեց. Ես այլընտրանք չունեմ, այդ խոսքերը դարձան իրեն շղթաները, նա այնքան ընտելացավ նրանց, որ նա դադարել է այլընտրանքներ փնտրել, նա չփորձեց միանալ այլ կանանց, նոր աշխատանք չձեռնարկեց, նոր բան չիրականացավ, նրա աշխարհը նեղացավ, մինչև նա դարձավ բջիջ, եւ բանալին իր ձեռքերում էր, կողպված է կրկնվող արտահայտության հետևում։ Ես ընտրություն չունեմ թույն է, որը պարալիզացնում է կամքը, երբ մարդը դա չի ներկայացնում, նա այլևս չի պատկանում իր նպատակակետին, դա դառնում է փրկչի սպասող զոհ, բայց գիտեք, թե որն է ամենադժվար ճշմարտությունը, ոչ ոք չի գա։ Ոչ ոք նրան չի քաշի լույս, մինչդեռ առաջին քայլը չեք վերցնում։ Հոգեբանները սա անվանում են իմացած իմպոտենցիան։ Երբ ինչ-որ մեկը համոզում է, որ ելք չկա, ուղեղը դադարում է լուծումներ փնտրել, դա ծուղակ է, որը սպառում է էներգիա եւ հույս, բայց հրեական իմաստությունը պարզ գաղափար է առաջարկում։ Միշտ ընտրություն կա, նույնիսկ ավելի մութ իրավիճակներում։ Համակենտրոնացման ճամբարները վերապրած Վիկտոր Ֆրանկլը ուսուցանում էր իր կյանքը։ Նրանք կարող են ամեն ինչ վերցնել մեկ անձից, բայց մի բան։ Իրենց վերաբերմունքը ընտրելու համար, ընտրությունն առկա է նույնիսկ այն դեպքում, երբ թվում է, որ գոյություն չունի, բայց եթե կրկնեք հակառակը, ապա այն ջնջում է ձեր սեփական ուժը։ Ամեն անգամ, երբ դուք ինքներդ ձեզ բռնելիս ասում եք, ես այլընտրանք չունեմ, կանգ առեք, հարցրեք ինքներդ ձեզ.
Դա կարող է լինել դժվար ընտրություն, բայց դա դեռ ընտրություն է։ Հրեական սետերը ասաց. Եղեք ազնիվ։ Քանի անգամ եք արդարացրել այս բառերի անգործությունը, քանի անգամ դադարեց նոր քայլ առնել, քանի որ ավելի հեշտ էր ասել, որ ես այլընտրանք չունեմ, ամեն անգամ, երբ դուք առաքել եք ձեր նպատակակետը։ Մի կրկնեք այս թունավորված արտահայտությունը, փոխարենը ասենք. Ընտրությունը գոյություն ունի, եւ ես կգտնեմ, այս պարզ փոխանակումը հեղափոխում է ձեր միտքը, նա սկսում է ուղիներ փնտրել, ակտիվացնել թաքնված ռեսուրսները, տեսեք, թե ինչն է ժամանակին անտեսանելի։ Հիշեք, ազատությունը չի սկսվում հանգամանքներում, բայց լեզվով դադարեցրեք զոհի բառերը արտասանել, եւ դուք կզգաք ձեր մեջ ծնված նրանց, ովքեր պատվիրում են ձեր սեփական կյանքը։ Հին հրեա ընտանիքում սովորություն կար, ամեն ուրբաթ երեկո սեղանի շուրջ հայրը իր երեխաներին հարցրեց, թե ինչ են սովորել մեկ շաբաթ, եւ բոլորը կիսեցին նոր գաղափարներ, բայց նրա զավակներից մեկը իշտակ գրեթե միշտ իջեցրեց աչքերը եւ խեղդվեց. Ես դա չեմ անի։ Մեկ այլ նախադասություն, որը խախտում է ուղղությունները, այն հնչում է ցածր, բայց դրա հետևանքները ոչնչացնում են մեծ ծավալի մեջ, նախ, անձը հրաժարվում է փոքր բաներից։ Նա չի սովորում նոր կարողություն, նա չի փորձում բանակցել, չի ստանձնում դժվար նախագիծ, այնուհետև առանց այն գիտակցելու նահանջելու սովորությունը դառնում է համակարգ եւ այնուհետև կյանքը կրճատվում է անվտանգության գոտի, որտեղ չկա հաղթանակներ կամ աճ։ Այս բառերը նման են այն պատին, որը դուք կառուցում եք ձեր առջև, ամեն օր նա գլուխ է գալիս նրա մեջ, եւ դուռ կամ սանդուղ փնտրելու փոխարեն համոզում է, որ պատը անհաղթահարելի է, բայց իրականում նա քարից չի պատրաստված։ Նա պատրաստված է իր մտքերից։ Քերոլվանը այն անվանել է ֆիքսված մտածելակերպ, ով է կրկնում ես չեմ կարծում, որ հնարավորությունները անփոփոխ են, եթե ինչ-որ բան դժվար է, այնպես ոչ դա ինձ համար չէ, բայց հրեական իմաստությունը հակառակն է դասավանդում։ Հենց դա հենց այնտեղ է, երբ դժվարությունն է, որ իրական զարգացումը սկսվում է։ Մտածեք դրա մասին։ Յուրաքանչյուր մեծ տղամարդ կամ կին այս նախադասության եզրին է եղել, ամեն անգամ, երբ Մովսեսը վախենում էր խոսել փարավոնի առաջ, նա կարող էր ասել. Ես դա չեմ անի, բայց դա քայլ առ քայլ եւ պատմությունը փոխվեց, ամեն անգամ Դավիթը թշնամու առջև կանգնած էր, նա կարող էր մտածել ես չեմ անի, բայց գործեց եւ թույլերը ծեծեցին ամրոցը։ Ես չեմ անի ձեր կողմից ամենաշատը գողանալը։ Թանկարժեք հնարավորություն, փորձարկման հնարավորություն աճել, զարմացնել, ամեն անգամ, երբ այն արտասանեք, կարծես այն նետեց պատրաստակամորեն դրան բանալին, որը առաջ է տանում առաջ։ Անկեղծ եղեք։ Քանի հնարավորություններ եք կորցրել այս խոսքերի պատճառով, քանի անգամ եք մոտեցել մեկին, ով կարող է դաշնակից լինել, քանի անգամ չեք փորձել, քանի որ ձեր մտքում դա արձագանքեց այս դավաճանությանը։ Ես չեմ ստանա։ Դաժան սա։ Եթե ձեր լեզուն թունավորվի այս նախադասությամբ, ձեր կյանքը դառնում է նեղ եւ աղքատ, բայց պարզապես նրան փոխարինեք ես կփորձեմ կամ կգտնեմ մի ճանապարհ, եւ ամեն ինչ փոխվում է, ձեր ուղեղը սկսում է ելք փնտրել, քնած ռեսուրսներ առաջացնում, բացվում է դռներ, որոնք դուք նույնիսկ չգիտեիք։ Հրեական իմաստուններն ասացին. Բառեր ստեղծում են աշխարհներ, եթե ասում եք ես դա չեմ դառնա, ստեղծում է պարտության աշխարհ, եթե ասում եք ես կփորձեմ, այն ստեղծում է հնարավորությունների աշխարհ, ամեն անգամ, երբ ինքներդ ձեզ բռնում եք կրկնելով այս բառերը, փոխեք դրանք, նույնիսկ եթե սկզբում անապահով է թվում, նույնիսկ եթե սիրտը ցնցվում է, կարևորն այն է, որ դուք այլևս չեք կերակրում այն թույնը, որը քայքայում է ձեր ճակատագիրը։ Երուսաղեմի փոքր խանութում առևտրականը նախկինում դժգոհում էր հարևաններին։ Ես պարզապես հաջողություն չունեի, մեղք բախտը ամեն ինչի համար։ Վատ վաճառքի համար եղանակը, այն փաստը, որ մյուս առևտրականները ավելի շատ հաճախորդներ են գրավում, նա այդպես կրկնում էր, որ նա նույնիսկ դադարել է փորձել ինչ-որ բան փոխել, ես հաջողակ չէի։ Սա ևս մեկ նախադասություն է, որն աստիճանաբար մարդուն վերածում է զոհի, դրանում թաքնված է հանձնվելը, եթե ամեն ինչ կախված է հաջողությունից, ինչու ձգտել, ինչու պայքարել, սովորել, պլանավորել, նշանակությունն արդեն որոշել է ամեն ինչ։ Բայց սա այն դեպքում, երբ պատասխանում է հրեական իմաստությունը։ Սա սուտ է։ Պիրկե աղոթում գրված է, քեզ մնում է ավարտել աշխատանքը, բայց դուք նույնպես չեք կարող հրաժարվել դրանից, այսինքն կյանքը միշտ գործողություն է պահանջում, եւ բախտը միայն ջանքերի եւ հնարավորությունների միջև է։ Ես ոչ մի հաջողություն ու արտահայտությունը ձեր մեջ սպանում է ստեղծողի էներգիան, նա փոխարինում է ինչ կարող եմ անել հարցը, ինչու դա պատահեց ինձ հետ, եւ այս երկրորդ հարցը նրան տանում է փակուղի։ Հիշեք, քանի անգամ ձեր կյանքը փոխվել է հենց այն պատճառով, որ փոքր քայլ եք կատարել, զանգահարել եք։
Նա ուղարկեց էլ-փոստ, քայլ առաջ կամ պարզապես փորձեց, հաջողություն չէր։ Դա ընտրություն էր։ Հոգեբան Դանիել Կահնեմը մտքի որոգայթների վերաբերյալ ուսման մեջ ցույց տվեց, թե ինչպես ենք մենք հակվածում ուրիշների հաջողությունը վերագրելու հաջողություն և վատ բախտի մեր ձախողումները, բայց ճշմարտությունն այն է, որ հաջողությունը կառուցված է հարյուրավոր լուռ որոշումների մեջ, որոնցից ոչ ոք այլևս չի իմանա։ Ավելի վաղ արթնանալու կարգապահության մեջ, մեկ այլ օր հետո, որպեսզի չվախվի առաջին սխալից հետո։ Անկեղծ եղեք։ Քանի անգամ եք ասել։ Հրեական ավանդույթը միշտ ուսուցանել են, լինելն է պատասխանել, պատասխանեք ձեր տան համար, ձեր խոսքի համար, ձեր աշխատանքի համար, երբ դադարում եք մեղադրել ձեր բախտը և սկսել գործել, աշխարհը պատասխանում է հնարավորություններով։ Բայց այս արտահայտությունը կերակրելիս ձեր կյանքը կմնա լճացած։ Հիշեք, ես բախտը չէի, դա բացատրություն չէ։ Սուտ է, որ դու ինքդ ես ասում, և ամեն անգամ այն կրկնում են, այն հրաժարվում է փոփոխության իրավունքից։ Հին Վարշավայում նա ապրում էր մի դերձակ, որը նախկինում ասում էի հաճախորդներին. Ես շատ հին եմ փոխելու համար, նրա արհեստանոցը դատարկվեց, զարգացավ նորաձևությունը և նա մնաց նույն ձուլվածքով, կրկնելով նույն նախադասությունը, մի քանի տարի անց ոչ ոք նրան չէր հիշում, և նրա խանութը փակվեց։ Ես սկսեցի շատ ուշ, կամ ես ձեր եմ փոխել։ Այս արտահայտությունները թույն են, որոնք կտրում են թևերը, նրանք հնչում են հիմնավորումներ, բայց թաքնվում են վախը։ Վախը սկսելու, ռիսկի դիմելուց, խոստովանելով, որ դա կարող էր ավելի լավ անել։ Հրեական իմաստությունը պարզ է։ Մինչ դուք շնչում եք, հնարավորություն կա, Աբրահամը թողեց իր ճանապարհորդությունը 75 տարեկան հասակում, Մովսեսը ղեկավարեց ժողովրդին 80, ոչ ոք նրանց չի հարցրել։ Միթե ուշ չէ, քանի որ նպատակը և իմաստը չեն հնազանդվում օրացույցին։ Ժամանակակից հոգեբանությունը հաստատում է, ամեն տարիքի դեպքում ուղեղի նյարդոպլաստիկությունը թույլ է տալիս սովորել, զարգանալ, ստեղծել նոր սովորություններ, բայց ձեր պահի այն պահին, երբ ուշը, ներքին բոցը դուրս է գալիս։ Հարցրեք ինքներդ ձեզ. արդյոք ուշ է, թե վախենում եք, որ սկսեք զրոյից սկսել։ Դժմարտությունն այն է, որ զրոյական այսը զրոյը դատարկ չէ, ձեր կյանքն է, ձեր ուժը, ձեր փորձը, ամեն անգամ, երբ ասում եք ուշը, սպանում է մի հավանականություն, որը կարող է վերափոխել ամեն ինչ։ Գուցե դուք կարող եք լեզու սովորել, բիզնես սկսել, վերակառուցել հարաբերություններ, վերականգնել առողջությունը։ Բայց այս արտահայտության թույնը պարալիզներ է, նայեք ինքներդ ձեզ։ Հրեական ավանդույթը ձեզ ամեն օր գնահատում է, ասես առաջին ու վերջինն էր, այսօր միշտ լավագույն պահն է, քանի որ վաղը չի կարող ժամանել։ Ես շատ հին եմ, սուտ է, որ հոգնածությունը շշնջում է, բայց հոգնածությունը բուժվում է գործով, քանի հոգի գիտեք, որ սկսվել է ուշ և ավելի շատ շահել, ինչու նրանք ստացան, քանի որ նրանք թույլ չէին տալիս, որ այս արտահայտությունը թունավորի ձեր ապագան։ Մի ասա ուշ է, ասեք ագորա և գործողությունների մեկ օր արժե ավելի քան տասնամյակներ սպասել։ Մենք վերլուծեցինք որոշ արտահայտություններ, որոնք գործում են որպես թույն։ Ես չեմ կարող։ Սա ինձ համար չէ, միշտ նման էր այսին, ես կսպասեմ, դրանք անվնաս են թվում, բայց յուրաքանչյուր բառ կրում է մի կաթիլ տոքսին, որը քայքայում է իր որոշումները, դրա հնարավորությունները, իր ճակատագիրը։ Դրանք պարզապես արտահայտություններ չեն։ Դրանք մտավոր ծրագրեր են, որոնք ձեզ խրված են պահում, մինչ կյանքը շարունակվում է։ Դուք կարծում եք, որ դրանք պատահականորեն ասում եք, բայց դրանք դառնում են սցենար, որը օրեցօր քողարկում է ձեր ուժը։ Հրեական իմաստությունը սովորեցնում է, աշխարհը ստեղծվել է խոսքով և մարդու կյանքը կառուցվում է բառով, մի բառ կարող է օրհնել և բարձրացնել, կամ ոչնչացնել և դատարկ, դրա համար շատ կարևոր է դիտել, թե ինչ է դուրս գալիս ձեր բերանից։ Ես չեմ կարող էի փոխարեն, ասում է, ես կփորձեմ ճանապարհ կգտնեմ։ Դա ինձ համար չէ փոխարեն, նա ասում է, ես արժանի եմ դրան և պատրաստ եմ գործել։ Փոխարենը միշտ էլ եղել է, նա որոշում է, հիմա ես ընտրում եմ մեկ այլ ճանապարհ։ Ես կսպասեմ, գործի տեղում, այսօր ես առաջին քայլը եմ անում։ Եվ փոխարենը ես սկսեցի ուշ, ասում է, սա ճիշտ ժամանակն է։ Տեսեք տարբերությունը, դա մոգություն չէ, դա ընտրություն է, որոշում է դադարեցնել ձեր միտքը թույնով կերակրել և սերտորեն սկսել այն ամուր։ Պատկերացրեք ձեր կյանքը մեկ տարվա ընթացքում, եթե շարունակեք կրկնել այս թունավորված արտահայտությունները։ Նույն խնդիրները, նույն սպառումը, մտքերի և գործողությունների նույն աղքատությունը։ Հիմա պատկերացրեք, թե ինչպես կլիներ, եթե այսօրվանից ընդունեք որոշիչ, մաքուր, հզոր բառեր։ Ամեն ինչ փոխվում է լեզվի պարզ շրջադարձով, քանի որ լեզուն ուղղորդում է ձեր միտքը և միտքը, ձեր գործողությունները։ Ինչ կարող եք անել այսօր։ 1. Որոշեք, թե որ բառերը են ինքնաբերաբար կրկնում։
2. Փոխեք թույնի առնվազն մեկ նախադասություն ուժի արտահայտությամբ։ 3. Կրկնեք այս նոր նախադասությունը ամեն օր, մինչև այն սովորություն դառնա։ 4. Գործեք, նույնիսկ վախով, նույնիսկ դժվարությամբ։ Դա փոքր ծրագիր է, բայց այն աշխատում է, դուք թույլ չեք։ Դուք պարզապես մոռացել եք կարգապահության և նպատակի ուժը, այն վերադառնում է ձեր խոսքերի նկատմամբ վերահսկողությունը վերսկսելու պահը։ Հիմա ասա. Այսօր ես սկսում եմ նորից, և թող այս արտահայտությունն առաջին քայլն է ձեր նոր ուղու վրա։